Թևոսյան 1-3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Ակցիայի նպատակը ըստ էության արդարության հասնելն է, այդպիսի վանկարկումներ ենք տեսնում, նաև բողոքում են ոստիկանության բաժանմունքում օրերս հայտարարված է տեղի ունեցած խոչընդոտման դեպքից։ Ձեր դիտարկմամբ այսպիսի ակցիաներով հնարավոր է հասնել նախանշված պահանջներին։ Սա հերթական քայլն է օրվա իշխանությունների կողմից, որը ուղղված է Արցախցի մեր քույր եղբայրների դեմ, ու Տիգրանի դեպքը վկայում է այն մասին, որ այսօր ոչ թե դատում են Արցախի որևիցե քաղաքացու կամ արցախցու, այլ այսօր մեղադրյալի աթոռին նստած է ամբողջ Արցախը, ինչ տարբերություն, թե Արցախցուն դատում են ադրբեջանական բանտում, Արցախցի խոշտանգում է ադրբեջանական բանտում, կամ ինչ տարբերություն, թե Հայաստանի Հանրապետության ոստիկանության որևիցե ստորաբաժանումում։ Այսօր Տիգրանը ցանկացած արցախցի է, եւ ես զարմանում եմ, թե ինչպես կարող է ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանի Հանրապետությունում այսպիսի մարդկային վերաբերմունք ցուցաբերել Արցախի Հանրապետության կամ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ, եւ այստեղ գիտեք ցավալին որ է, որ ոստիկանության տվյալ աշխատակիցը, որ Տիգրանի ենթարկել է ֆիզիկական, մարմնական, ինչպես նաև նվաստացումների, այսօր իր մեջ այնքան տղամարդկություն չունի, որ դուրս գա եւ բացիաբաց ճակատով կամ ընդհանրապես իր հասանելիք պատիժի կրի եւ փորձի դրանով ցույց տա, որ արդարությունը դեռ չի մահացել։ Եվ ես այստեղից հռետորական հարց եմ բարձրացնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին։ Ինչով եք զբաղված դուք այդ։ Տիգրանը մենակ չէ։ Եվ արդարությունը ինչքան էլ ուզենան փորձեն տողատակերում սպանեն, արդարությունը ինքն իր հաղթանակը տանելու է։ Բացի սրանից արցախցիները դժգոհ են նաև տարբեր այլ խնդիրներից, սկսած սոցիալականից, մասնավորապես ձեր հասարակական կազմակերպությունը այս բանը ինչով է զբաղվում, դուք ունեք արձանագրած որոշակի խնդիրներ։ Լինելով երկրորդ մասնագիտությամբ լինելով նաև սոցաշխատող, կարող եմ այսպես ասել փաստել, որ այն աջակցությունը, որը տրամադրվում է Արցախից բռի տեղահանված մեր քույր ու եղբայրներին, այս սոցիալական աջակցությունը 40+10 ժողովրդի շրջանակներով հայտի ծրագիրը ավարտելուց կամ կառավարության կողմից այլևս չտրամադրելու դեպքում ժողովուրդը հայտնվելու են, բառի բուն իմաստով հայտնվելու են դրսում, եւ այս ծրագիրը մեկ ուրիշով փոխարինելով կամ գնալ ասում են, որ բնակարանային ծրագիր են իրականացնում ու արդյունավետությանը, երբ որ հետազոտական վերլուծություն է ստայում, ընդամենը 300-ից 500 հոգի մարդ դիմել բնակարան կամ ինչ որ կացարան ձեռք բերելու հանդեպ։ Սա դավադիր քայլ է ուղղված արցախցիներին, որի պատճառով արցախցիների մեծամասնությունը ստիպված են լինելու արտագաղթել այլ երկրներ ապրուստի տարական պայմաններ ապահովելու համար։ Գործող իշխանություններն ամեն կերպ փորձում են փակել վերադարձի իրավունքը բարձրաձայնելու բոլոր հնարավորությունները, չնայած նրան, որ նույնիսկ միջազգային հարթակներից այդպիսի հայտարարություններ, կոչեր ու բանաձևեր են նույնիսկ ընդունվում, սա ինչով եք պայմանավորում։ Դուք շատ ճիշտ եք, օրերս Շվեյցարիայի ազգային ժողովի կողմից ընդունված, սենատի կողմից ընդունված այդ հռչակագիրը, որը բարձրաձայնում է միջազգային հարթակներում, որ արցախցիների վերադարձի իրավունք անկախտելի է եւ բոլոր արցախցիները պատրաստ են հավաքական վերադարձի, բայց տեսեք, օրվա իշխանությունը որևիցե քաչի ձեռնարկում այս հարցը այցաներում ավելի մասնավոր ձևով, ավելի ընդլայնված ձևով ներկայացնելու համար։ Ինչի համար է, օրինակ, եթե մենք չենք խոսում, եթե օրվա իշխանությունը, որը պարտավոր է արցախցիների հարցը բարձրացնել միջազգային այցանորում այսօր լուր է, ապա սրանց իշխանության տարիների խոսել վերադարձի կամ խոսել որևիցե, այսպես ասենք, արցախցիներին ուղղված որևիցե դրական քայլի կամ որևիցե տեղաշարժի մասին, առավել ևս վերադարձի մասին անհնար է գործող իշխանությունների դեպքում։ Օրվա իշխանությունները իրենց գործողություններով ոչ մի ոլորտում չեն հաջողվում։ Դրա համար այս իշխանությունները վարկյան առաջ պետք է հրաժարական տան ավելի հայրենասիրական գաղափարներով եւ ազգային մտածելակերպ ունեցող իշխանություն, որը հիմնական քայլերից մեկը պետք է լինի արցախցիների անվտանգ վերադարձը իրենց հայրենի բնօրանները։ Շնորհակալ եմ։